Ընդունելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող 6 երկրների արտգործնախարարներին եւ կազմակերպության գլխավոր քարտուղարին նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել, որ անդամ երկրները հետեւողականորեն իրականացնեն փոխադարձ կենսական շահերը, հաշվի առնելու սկզբունքային պայմանավորվածությունը։ Նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարները հավանության կարժանացնեն ՀԱՊԿ քաղաքական անվտանգության մինչեւ 25 թվականի ռազմավարությունը։ Հայաստանի նախագահությամբ կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին նախարարները խոսել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, անդամ երկրների միջև գործակցությունը խորացնելու մասին։ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի համար առաջնային հարցերից է արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացումը։ Մենք բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ։ Серьезное внимание уделялось актуальным проблемам։ Լուրջ ուշադրություն ենք դարձրել նաև միջազգային անվտանգությանը, հաշվի առնելով, որ խնդիրներից մեկը Ղարաբաղյան հակամարտությունը ազդում է մեր բոլոր երկրների անվտանգության եւ կայունության վրա, այդ հարցը եւս քննարկվել է եւ ընդունվել հայտարարություն։ ՀԱՊԿ անդամ 6 երկրների արտգործնախարարները աջակցություն են հայտնել նախագահների մակարդակով ձեռք բերված վերջին համաձայնություններին։ Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը։ Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Արտգործնախարարների խորհուրդը քննարկել է այն փաստաթղթերը, որոնք աշնանը ներկայացվելու են անդամ երկրների ղեկավարների հաստատմանը։ Հոկտեմբերին Հայաստանում արդեն նախագահների մակարդակով կայանալու է հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Դավիթ Սարգսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։